այսօր Բելարուսիայի հետ կապված համաձայնություն է ստեղծվել 30 օր առանց գրանցման մնալու, փաստորեն ԵՏՄ շրջանակներում ինչ-որ առաջընթաց է վերջապես գրանցվում, որտեղ բողոքում են, որ ոչ մի բան չկա։ Չէ, նախ Ռուսաստանը դա արդեն գործում է մարտ ամսից, Բելարուսի հետ արդեն համաձայնեցել ենք տեքստը, դրա համար սկսում են գործընթացը, Ղազախստանի հետ համաձայնեցվում է, դա բխում է մի կողմից մեր պարտավորություններից, ճանապարհային քարտեզից, մյուս կողմից բուն պայմանագրից, այսինքն ԵՏՄ անդամ պետությունների միջև քաղաքացիները, երբ որ այցելում են փոխադարձ այցելություններ են լինում, 30 օրվա ընթացքում ազատվում են գրանցումից, կամ հաշվառումից կապված սրանից ինչի հաշվառում է թե գրանցում։ Դա հնարավորություն է տալու, ասենք բարեկամներին այցելելիս այդ բոլոր քաշքշուկը դուրս գա կամ էլ եթե աշխատանքային նպատակով է գնում այդ 30 օրվա ընթացքում, եթե հաջողվի իրեն պայմանագիր կնքել, ապա արդեն ինքը ըստ այդ պայմանագրի է մնալու ու ավելորդ քաշքշուկներից ազատվում է։ Սերգեյ Ակսյոնովը Հայաստան պաշտոնական այցով է գալիս Ղրիմի ղեկավարը։ Ես ինչքանով տեղյակ եմ, իրան ոչ ոք չի հրավիրել։ Բայց ասում են, որ գալիս է ռուսական կողմը ինչու է այդ դեպքում հայտարարել։